Այսօր մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու խորանի առաջ ծնկի գալու և մեղքերի թողություն խնդրելու օր էր։ Մեր սրբության սրբոցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը նախ և առաջ մեծապես և առաջին հերթին նորոգման օրակարգ է։ Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգ, բայց դրանով իսկ մեծապես նաև նրա հետևորդների, մեզնից յուրաքանչյուրի հոգու և հոգևոր կյանքի նորոգման օրակարգ։ Ես առաջին հերթին խոսում եմ իմ մասին և այսօրվա պատարագը ինձ համար իմ հոգու և հոգևոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ է, և ես հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մեր սրբության սրբոցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգի կողմնակից են, այդ գործընթացը կսկսեն իրենց հոգու և հոգևոր կյանքի նորոգմամբ, որովհետև մենք մեր սրբության սրբոցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհին պետք է արժանի լինենք մեր սրբության սրբոցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ուզում եմ ասել նաև, որ մյուս կիրակի օրը նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի։